Ողջույն բոլորին, բարեկալուստ հայկական խոհանոց, բարեկամներ այսօր միասին պատրաստում ենք մեր մանկության ամենահամեղ թխվածքներից մեկը, պատրաստում ենք ոզնի ամենաիդեալական բաղադրատոմսով։ Այս խմորեղենը պատրաստվում է ամենահասանելի մատչելի բաղադրիչներով, ստացվում է անչափ նուրբ, ծակոտկեն և փափուկ, և կարելի է պատրաստել ընդամենը 1 ժամվա ընթացքում։ Ներկայացնում եմ ձեզ ոզնի թխվածքի ամենաստացված իդեալական տարբերակը, որ մեկ անգամ փորձելուց հետո այլ բաղադրատոմս այլևս չեք փնտրի։ Հարգելիներս, նախքան պատրաստման գործընթացին անցնելը չենք մոռանում հավանել տեսանյութը։ Ինձանից համեղ բաղադրատոմս, իսկ ձեզանից ընդամենը 1 լայք։ Սկզբից պատրաստենք կրեմը, որով պետք է հավաքենք մեր ոզնիները։ 250 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագը մի լավ հարում ենք, մինչև փրփրի և սպիտակի։ Հարելու ընթացքում մի քանի անգամ կարագը հավաքում ենք տարայի պատերից և շարունակում ենք հարել, որպեսզի մեր պատրաստած կրեմը ստացվի միատարր։ Որպեսզի կրեմը լավ ստացվի և հարելու ընթացքում չշաղվի, շատ կարևոր է, որ կարագը և խտացրած կաթը լինեն միևնույն ջերմաստիճանի։ Դրա համար կրեմը պատրաստելուց առաջ կարագը և խտացրած կաթը մի քանի ժամով թողեք խոհանոցային սեղանի վրա։ Եթե այնուամենայնիվ կարագով և խտացրած կաթով կրեմը հարելու ընթացքում կախված բաղադրիչների որակից շաղվում է, հարելու ընթացքում ավելացրեք 1-2 ճաշի գդալ անհոտ ձեթ։ Սա մի հնարք է, որը միշտ աշխատում է։ Կարագը լավ հարելուց հետո բարակ շիթով ավելացնում ենք 1 բանկա սենյակային ջերմաստիճանի խտացրած կաթ և 1 թեյ գդալ վանիլային շաքարավազ։ Կրեմը արդեն պատրաստ է, դնում ենք սառնարան, այդ ընթացքում կպատրաստենք բիսկվիթը։ Առանձնացնում ենք 5 ձվի սպիտակուցները և դեղնուցները, սպիտակուցները հարում ենք ավելացնելով 150 գրամ շաքարավազ։ Եթե խմորեղենները շատ քաղցր եք սիրում, ապա 150 գրամ շաքարավազի փոխարեն կարող եք ավելացնել 200 գրամ։ Սպիտակուցները և շաքարավազը միասին լավ հարելուց հետո մեկ-մեկ ավելացնում ենք դեղնուցները։ Բաղադրատոմսի մեջ օգտագործվող 1 ձվի համար պետք է վերցնենք 1 ճաշի գդալ մածուն և 1 ճաշի գդալ ձեթ։ Ինձ մոտ ջեռոցի տապակը 30-40 սմ է, ըստ այդմ կարող եք բաղադրիչները ավելացնել կամ պակասեցնել, թխելով ավելի մեծ կամ փոքր բիսկվիթի շերտ։ Այս բաղադրատոմսով ընտիր փափուկ բիսկվիթ է ստացվում, որը լրացուցիչ թրջելու կարիք չունի։ Ավելացնում ենք 5 ճաշի գդալ մածուն, 5 ճաշի գդալ ձեթ, 1 թեյ գդալ վանիլային շաքարավազ և կես թեյ գդալ սոդա, և այս ամենը մի լավ խառնում ենք։ Բաղադրատոմսի մեջ մածունի փոխարեն կարելի է օգտագործել ցանկացած տեսակի կաթնային մթերք, կեֆիր, կաթ և նույնիսկ թթվասեր։ Այդ դեպքում կախված կաթնային մթերքի խտությունից այլուրի չափը կարող է մի փոքր տատանվել։ Ավելացնում ենք 250 գրամ այլուր, այլուրը պարտադիր մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվասնով, այդ դեպքում բիսկվիթը ստացվում է ծակոտկեն։ Պետք է ստանանք նման խտություն ունեցող խմոր։ Ջեռոցի տապակի վրա փռում ենք յուղաթուղթ, լցնում ենք խմորը և համաչափ տարածում ենք։ Թխում ենք նախապես տաքացված ջեռոցում 180 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում, մինչև երեսը գեղեցիկ կարմրի։ Բիսկվիթը շատ չեն կարմրացնում, որպեսզի բիսկվիթի փափկությունը չկորչի։ Պետք է ստանանք ճկուն, փափուկ այսպիսի բիսկվիթի շերտ։ Թողնում ենք բիսկվիթը հովանա, շրջում ենք և հեռացնում ենք յուղաթուղթը։ Եթե վստահ չեք, որ ձեր ձեռքի տակ եղած յուղաթուղթը ունի բարձր որակ, նախքան խմոր ավելացնելը մի փոքր ձեթ քսեք։ Վերցնում ենք նման բաժակ և կտրում ենք զույգ թվով շրջաններ։ Կախված բաժակի տրամագծից կարելի է կտրել 20-ից 24 շրջան։ Տեսեք ինչ փափուկ և նուրբ բիսկվիթ ենք թխել, որի հետ շատ հեշտ է աշխատել։ Շրջանները կտրելուց հետո մնացած բիսկվիթի կտորները վեր ենք ածում փշրանքի։ Վերցնում ենք 2 շրջան, մեկի վրա քսում ենք կրեմ և դնում ենք հաջորդ շրջանը։ Կողքերը ևս կրեմապատում ենք, այնուհետև թաթախում ենք փշրանքի մեջ։ Փշրանքի մեջ թաթախելուց հետո վերևի հատվածում կրկին կրեմ ենք քսում։ Ավելացնում ենք փշրանք և այսպես ձևավորում ենք բոլոր ոզնիները։ Հարգելիներս, այս բաղադրատոմսով ոզնի թխված թխելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, դա ինձ համար շատ կարևոր է։
Նուրբ փափուկ բերանում հալճող ոզնի թխվածքը արդեն պատրաստ է։ Այսօր էլ այսքանը։ Պատրաստեք սիրով, սնվեք առողջ եւ եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։